Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի նշվելու է հունվարի 31-ին։ Ավանդության համաձայն երիտասարդները տոնի նախօրեին հունվարի 30-ին ամբողջ օրը ջուր չեն խմում, իսկ քնելուց առաջ ուտում են աղի բլիթ իրենց ապագա կողակցին երազում տեսնելու ակնկալիքով։ Տեր Արարատ Քահանա Օրդոյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց տոնի նշանակությունը։ Սուրբ Սարգիսը հայ իրականության մեջ բավականին կարևոր տեղ ունի։ Երբ ուսումնասիրում ենք մեր պատմական ընթացքը, տեսնում ենք, թե ինչպես են ժողովուրդը Սուրբ Սարգսի տոնը տոնել, կամ առավել եւս երբ ուսումնասիրում ենք այն պատմական տեղեկությունները, թե մենք քանի Սուրբ Սարգիս եկեղեցի ենք ունեցել, գիտեք, պարզվում է, որ հայ իրականության մեջ հայկական հայոց աշխարհում ավելի քան 220 Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիներ ենք ունեցել։ Տեր Արարատի խոսքով մեր նախնիների կյանքում Սուրբ Սարգիսը կարևոր տեղ ու դիրք է ունեցել, եւ նրանք մշտապես հայցել են նրա բարեխոսությունը։ Սիրահարների բարեխոս եւ պատահական չէ, որ այն ազգային ավանդույթներն ու ավանդությունները, որ ունենք Սուրբ Սարգսի տոնի հետ կապված, դրանք բոլորը վկայում են Սուրբ Սարգսի տոնի կարևորության մասին ամեն մեկիս կյանքում։ Տեր Արարատի խոսքով տոնի հետ կապված կան տարբեր ժողովրդական ավանդույթներ, որոնցից մեկը աղի բլիթ ուտելն է։ Ըստ ավանդության երիտասարդ աղջիկը կամ տղան աղի բլիթն ուտելուց հետո երազում տեսնում է իր ապագա ամուսնուն կամ կնոջը։ Սա ժողովրդական է, աղի բլիթը իրապես ժողովրդական է, եկեղեցու կարգից, եկեղեցու ծեսից ներս աղի բլիթը տեղ չունի։ Մենք ունենք եկեղեցական ավանդություններ եւ ունենք ժողովրդական ավանդություններ։ Շատ դեպքերում համահունչ ընթանում է, դեպքեր կան, որոնք ուղղակիորեն ժողովրդական որոշակի ավանդույթներ եկեղեցական ծեսի մեջ չեն տեղավորվում։ Իսկ ով պետք է պատրաստի աղի բլիթը։ Կա երկու վարկած։ Առաջինի համաձայն աղի բլիթը պետք է պատրաստի ամուսնացյալ եւ իրեն ամուսնական կյանքում երջանիկ համարող կինը։ Մյուս երկրորդ վարկածի համաձայն աղի բլիթը պետք է պատրաստի այրիկինը։ Շատ կարևոր է, որ մենք մեր երիտասարդներին կարողանանք բացատրել մեկ պարզ բան։ Բոլորդ ունեք, սիրելի երիտասարդներ, բոլորդ ունեք երազանքներ, իղձեր, փափագներ, հատկապես այդ պատանեկան շրջանում, երբ սիրահարության այս փուլն է սկսվում, տղան աղջկան, աղջիկը տղային եւ միասնաբար իրենք երազանք ունեն, որպեսզի միասին լինեն եւ իրենց կյանքը ապրեն երջանիկ։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք սկսենք աղոթքով։ Չէ՞ որ ցանկացած մի բան, մի նախաձեռնություն, որ մենք ունենում ենք, կարևոր է դա սկսել աղոթքով, առավել եւս մարդու կյանքին առնչվող դեպքերը։ Արդյոք քաղաքացիներն ուտում են աղի բլիթ եւ ինչքանով են հետևում եկեղեցական տոնին։ Ռադար Արմենիան փորձեց պարզել։ Աղի բլիթը ինչ տոն է, գիտեք։ Ժողովրդական տոն է, բայց որպես ավանդույթ մենք էլ ենք ուտելու։ Չգիտեմ, ճիշտն ասած դեռ չեմ որոշել։ Իսկ ընդունում եք իրան որպես ավանդույթ։ Հա, իհարկե։ Ինչ որ եկեղեցական ավանդույթ է, միանշանակ ընդունում։ Բայց եկեղեցական չի, ժողովրդական է։ Դե համենայն դեպս եկեղեցին ընդունում է այդ ավանդույթը, հետևաբար ես էլ եմ ընդունում։ Իսկ թե ինչպես է եկեղեցին նշում տոնը եւ ինչ արարողակարգերով է հանդես գալիս, Տեր Արարատը ներկայացրեց խոկման արարողակարգը Սուրբ Սարգսին ընդառաջ։ Այսօր ամսի 30-ն է, նախատոնակ պետք է լինի մեր եկեղեցում Սուրբ Սարգսի տոնի հետ կապված։ Վաղը Սուրբ Սարգսի տոնն է։ Հետևաբար այսօր երեկոյան ժամը 6-ին Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանից Սուրբ Սարգիս եկեղեցում մենք նախատեսում ենք խոկման արարողակարգ, խոկում եւ աղոթք, եւ մեր հայտարարության մեջ կոչ ենք արել բոլոր երիտասարդներին, հատկապես սիրահար զույգերին, համեցեք, միասնական աղոթքի մասնակցեք, խոկմանը մասնակցեք եւ խնդրեք Սուրբ Սարգսի բարեխոսությունը ձեր սիրո ամրապնդման համար։ Կրկին ու կրկին հրավիրում ենք բոլոր երիտասարդներին, բոլոր սիրահարներին։ Որպեսզի մարդկանց սրտերը ջերմանան եւ սերը կրկնապատկվի, Տեր Արարատը հորդորում է բոլորին գալ եկեղեցի, աղոթքներում խնդրել Սուրբ Սարգսի բարեխոսությունը եւ հայցել Տիրոջ օրհնությունը։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։